Հարգելի օգտատեր, մեր գործողորեսության չկա այդպիսի տարիքային շեմ, որը լրանալուց հետո նոտարը պետք է պահանջի բժշկական փաստաթուղթ։ Սակայն գործնականում նոտարները պահանջում են այդպիսի փաստաթուղթ, եթե զրուցում են մասնակցի հետ գործարքի, հասկանում են, որ օրինակ հիշողության ակնհայտ խնդիր ունի կամ հոգեկան կամ առողջական այնպիսի խնդիր ունի, որ հետագայում կարող է հիմք հանդիսանալ օրինակ դատական վեճերի կամ գործարքի վիճարկման համար, ապա եւ նաեւ հաշվի առնելով այն, որ նոտարը պարտավոր է ստուգել գործարքի մասնակիցների իրավունակությունն ու գործունակությունը եւ պայմանավորված այդ հանգամանքով հիմնականում նոտարները պահանջում են այդպիսի փաստաթուղթ, եթե գործ են ունենում տարեց անձանց հետ։ Բայց տարիքային որպես այդպիսին շեմ չկա, որևէ օրենսդրությամբ մենք այդպիսի շեմ չունենք նախատեսած։ Հիմնականում նոտարները շփվում են տատիկների կամ պապիկների հետ եւ հասկանալով, որ օրինակ կասկած կա հիշողության կամ ինչպես նշեցի արդեն հոգեկան կամ այլ առողջական վիճակով պայմանավորված որևէ խնդիրների կասկած կա, ապա պահանջում են, հետաձգում են գործարքը եւ պահանջում են ներկայացնել համապատասխան բժշկական փաստաթուղթը։ Լավ եղեք։